Հարցս Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Գանձիս անդրադարձել է ՑՄԱ ազատազրկվածների խնդրին։ Մենք բազմաթիվ անգամներ այցելել ենք Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, հանդիպել ենք ՑՄԱ ազատազրկվածների հետ, հանդիպել ենք իրենց բարեկամների հետ։ Իհարկե, ՑՄԱ-ների գործի վերաբացումը ձեր իրավասության ներքո չի։ Այնուհանդերձ պայմանները, որում ապրում են եւ գտնվում են ՑՄԱ ազատազրկվածները, մեղմ ասած խայտարակ է։ Ինչ է արվում ազատազրկվածների պայմանները քրեակատարողական հիմնարկներում բարելավելու համար եւ որպես իրավաբան, չեք կարծում, որ ՑՄԱ-ներից շատերի գործերը այսօր դատարանները պետք է վերանայեն։ Հարցին կպատասխանի Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Հարգելի գործընկերներ, ՑՄԱ ազատազրկվածների թեման անկասկած հասարակությունում առկա ամենազգայուն թեմաներից մեկն է։ Զգայուն նաև այն պարզ պատճառով, որովհետև սա երկսայր սրի է նման։ Առաջին հերթին այն պատճառով, որտեղ իրականում ՑՄԱ ազատազրկվածները, այսպես ասենք, շատ ՑՄԱ ազատազրկվածները կարող եմ ասել, որ օրինական դրանցից, այսպես ասեմ, օրինական դատավճիռներով դատապարտված են չափազանց ծանր հանցագործությունների համար։ Մյուս կողմից ձեր բարձրացրած խնդիրը պայմանների պահելու հետ կապված։ Տեսեք, դուք իրավամբ ձեր խոսքում նշեցիք, որ ՑՄԱ ազատազրկվածների գործերի վերաբացումը իրականում դատարանի իրավասությունն է։ Ես այս բանը որպես Արդարադատության նախարար, թեև դուք հարցը ուղղեցիք որպես իրավաբանի, բայց այդուհանդերձ ես որպես Արդարադատության նախարար եւ ինչու ոչ որպես իրավաբան, ես կարծում եմ, որ գնահատական տալը իմ կողմից ոչ ճիշտ է, ոչ էլ կոռեկտ, որովհետեւ այդ իրավասությունը պետք է դատարանը որոշի յուրաքանչյուր կոնկրետ հիմքով, իսկ այդ հիմքերը հստակ եւ սպառիչ սահմանված են օրենքով։ Ինչ վերաբերում է ՑՄԱ ազատազրկվածների պայմանների պահելուն, ապա պիտի ասեմ, որ անկասկած քրեակատարողական հիմնարկների հետ կապված ուրեմն այստեղ որոշակի չափանիշներ են առկա եւ կամ որոշակի ստանդարտներ անկասկած որտեղ ՑՄԱ ազատազրկվածները պիտի պահվեն եւ մենք որոշակի քայլեր ձեռնարկում ենք եւ պետությունը որպես առաջին քայլ այս հարցի կապակցությամբ անկասկած ես պիտի նշեմ որպես առաջին քայլ Արմավիր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը որը չեմ ուզում ասել, որ սա իդեալական եւ ամբողջական լուծում է, բայց կարող եմ ասել, որ 90%-ով կլուծի փակ եւ կիսափակ ռեժիմներով պահվող դատապարտյալների խնդիրը։ Ես ուզում եմ նաև նշել, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկի բացումը մենք նախատեսում ենք դեկտեմբերին եւ տեղաբաշխումը սահմանված կարգով կարծում եմ կսկսի մյուս տարվա սկզբից եւ մենք կկարողանանք մեծամասամբ լուծել այդ խնդիրը։ Երկրորդ կարևոր ուրեմն քայլը, որ մենք անում ենք ՑՄԱ ազատազրկվածների հետ կապված, այն նախաձեռնությունն է, որը առաջիկայում կներկայացվի ազգային ժողովի քննարկմանը, խոսքը վերաբերում է տեսակցությունների քանակի կրկնապատկմանը, թե երկարատև եւ թե կարճատև տեսակցությունների։ Մենք ունենք նաեւ այլ օրենսդրական նախաձեռնություններ, մասնավորապես խոսքը վերաբերում է այն հնարավորությանը, որը մենք պատրաստվում ենք ընձեռել ՑՄԱ ազատազրկվածներին ռեժիմի փոփոխության հետ կապված, ինչպես գիտեք, նրանք փակ տիպի, փակ ռեժիմի հիմնարկներում են միշտ ուրեմն կրում իրենց պատիժը, սակայն մենք կարող եմ ասել 2015 թվականի ընթացքում արդեն 9-րդ դատապարտյալը փակ ռեժիմից տեղափոխվում է կիսափակ ուրեմն ռեժիմ եւ այս տեսանկյունից նաեւ բնականաբար որոշակի այլ իրավունքներ են նրանց ընձեռվում, քայլերը շարունակական են, մենք անընդհատ ուշադրության կենտրոնում եմ, ես ինքս էլ անձամբ ուշադրության կենտրոնում եմ պահում, կարծում եմ քայլեր պիտի անենք շատ դեռևս։ Արձագանքի համար Արմեն Ավետիսյան, երկրորդ խոսափող։ Տեղեկացնեմ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորները կրկին անգամ պատրաստվում ենք այցելել ՑՄԱ ազատազրկվածներին եւ ձեր հետ միասին համատեղ փորձել այդ լրջագույն խնդիրների քննարկման արդյունքում ինչ որ լուծումներ գտնել եւ օգտվելով առիթից եւս մի հարց։ Վերջերս Նուբարաշենում բռնության կիրառումը տեղի ունեցել կանոնավորների նկատմամբ։ Կցանկանայի ձեր մեկնաբանությունը
տեղի ունեցածի վերաբերյալ։ Շատ լավ, ցմահների հետ կապված մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած անհատի, ցանկացած քաղաքական ուժի հետ եւ այս հարցին հնարավորության շրջանակներում լուծում տալ, իսկ ինչ վերաբերում է ձեր բարձրացրած երկրորդ հարցին, ապա ասեմ, որ թե իրավապաշտպանների, թե մարդու իրավունքների պաշտպանի, թե դիտորդական խմբի կողմից ստացված գրությունների հիման վրա ես քրեակատարողական վարչություն համապատասխան գրություն եմ ուղարկել, որի հիման վրա քրեակատարողական վարչությունում այս պահի դրությամբ նշանակված է ծառայողական քննություն եւ այդ ծառայողական քննության արդյունքում կպարզվեն այն հրապարակումները, թե ինչպես նաեւ այն հաղորդումները, որոնք արկա են եղել բռնությունների կիրառման հետ կապված եւ քրեակատարողական ծառայողների գործողությունների իրավաչափության եւ օրինաչափության վերաբերյալ այն պահին, երբ կավարտվի ծառայողական քննությունը, ես հանդես կգամ հայտարարությամբ եւ այդ հարցերի պատասխանը կտամ։ Մնացած տարատեսակ այլ մեկնաբանությունները ապա տեղեկատվություն են։